Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այս փաստաթուղթն է, որպես առաջարկ ռուսական կողմը թուրքական Չիրագան պալատում տվել ուկրաինական կողմին, այն հակամարտության կարգավորման վերաբերյալ հրադադարի երկու տարբերակ է։ Առաջինը ենթադրում է Ուկրաինայի կողմից գրաված ռուսական տարածքներից ուժերի դուրսբերում, այդ թվում Դոնեցկից եւ Լուգանսկից, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից։ Երկրորդը փաթեթային առաջարկ է, վերաբերում է զորքերի վերատեղակայման արգելքին, զորահավաքի եւ Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Ուկրաինայի չեզոքություն, ռազմական միություններին անդամակցության բացառում, Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ, զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանում, Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում, մարտական գործողությունների հետևանքով կրած վնասների առնչությամբ փոխադարձ պահանջներից հրաժարում, ռուսալեզու բնակչության իրավունքների եւ ազատությունների ապահովում, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեության սահմանափակումների վերացում, նացիզմի հերոսացման արգելք։ Հուշագրից բացի Ռուսաստանը միակողմանիորեն Կիևին կփոխանցի ուկրաինացի զինվորների եւ սպաների 6000 մարմին։ Կողմերը պայմանավորվել են նաեւ առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները։ 10 հղումանելով իր աղբյուրին տեղեկացնում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կլինի։ Կիևը վերջին ռազմական հաջողությունից հետո ինչպես կդիրքավորվի ռուսական հուշագրի կետերը, որքան կընդունելի կլինեն։ Դժվար է խոսել պատերազմի դադարի մասին, փորձագետները համոզված են կողմերը համաձայնությունից շատ հեռու են։ Ուկրաինական կողմը ոչ զիջման չի գնում, փաստացի չի ճանաչում այն իրողությունները, որի մեջ ինքը ապրում է, իսկ ռուսական կողմը ունի իր պայմանները, ընդդեմ այդ պայմանները նոր չեն։ Ռազմական փորձագետն ասում է, ուկրաինական կողմը այս փուլում պատերազմը ավարտելու մտադրություն չունի, բայց դա ոչ թե Կիևում, այլ եվրոպական 3 երկրներում են որոշել՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա։ Ասում է, նրանց է պետք, որպեսզի Թրամփի նախընտրական խոստումները ձախողված համարվեն։ Դրանցից առանցքայինը ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելն էր։ Սա նշանակում է, որ կոնգրեսում միջանկյալ ընտրությունները բացելուց հետո իսկ հաղթելու են դեմոկրատները, դա մեծ հավանականություն եւ բավարար պարարտով կարող է անցանալ եւս 2 տարի հետո ամեն նոր նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության տեխնացուի պարտության համար։ Ահա այն մարտավարությունը, որը որդեգրել է Բրիտանիան։ Իսկ Բրիտանիայի քաղաքականությունը Եվրոպայում վստահաբար երկու հենասյուն սպասարկում է Մակրոնը եւ Մերցը։ Ռազմական իրավիճակը չի որոշում պատերազմի ելքը, բոլոր որոշումները քաղաքական են, ասում է փորձագետը ու հավելում, անկախ ճակատի իրադարձություններից այս հակամարտությունը բացառապես քաղաքական ելք է ենթադրում։ Գերագույն հոգևոր խորհուրդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II նախագահությամբ արձագանքել է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, դրանք որակելով որպես հակաեկեղեցական արշավ։ Հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետը օգտագործել է անհարիր վիրավորական լեզու, խախտելով բարեկրթության նորմերը եւ վիրավորելով հավատացյալների զգացմունքները։ Գերագույն հոգևոր խորհուրդը ընդգծում է, որ նման պահվածքը քաղաքական նպատակներով ուղղված է հայ առաքելական եկեղեցու հեղինակության նվազեցմանը եւ սպառնում է ազգային միասնությանը։ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է կազմակերպել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի առաջնորդների քառակողմ գագաթնաժողով ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով։ Նա նշել է, որ նախագահ Թրամփի համբերությունը սպառվել է կարգավորման ժամկետների հարցում։ Բարաքը շեշտել է, որ գագաթնաժողովը պետք է լինի բովանդակալից եւ ապահովի անվտանգության երաշխիքներ։ Դիվանագետն ընդգծել է Թուրքիայի կարևոր դերը երկխոսության ստեղծման գործում, հաշվի առնելով նրա հարաբերությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։ Էրդողանը նույնպես հայտնել է նման հանդիպման կազմակերպման պատրաստակամություն։ Ռոսելխոզնadzորը հայտնել է մտահոգություն Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի, հատկապես ծաղիկների մատակարարման խախտումների աճի կապակցությամբ։ Այս տարի արձանագրվել է արևմտյան ծաղկային թրիպսներով վարակման 13 դեպք, բույսերի այլ տեսակներում նույնպես հայտնաբերվել են կարանտինային վնասատուներ, ինչը վկայում է արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողության թերի համակարգի մասին։ Ռուսական կողմը նամակով դիմել է Հայաստանին վերահսկողությունը ուժեղացնելու պահանջով։ Հակառակ դեպքում հունիսի 16-ին կմտցվեն ժամանակավոր սահմանափակումներ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Մայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի գործարանային փողոցի խանութի սեփականատերը եւ հայտնել, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5000 դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Այս տարի հայաստանցիների արտերկրում հանգստանալու հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Նախընտրելի ուղղություններն են Եգիպտոսը, Վրաստանը, Մոնտենեգրոն, ինչպես նաև եվրոպական երկրներ մուլտիվիզա ունեցողների համար։ Հատկապես նախընտրում են ծովային մատչելի հանգիստ։ Ներքին տուրիզմը հաճախ գնահատվում է թանկ։ Ամառային փաթեթների ամրագրումները սկսել են դեռ հունվարից, իսկ զբոսաշրջային պիկը սպասվում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Արինջի Աբովյանում 58 բնակիչ է կանգնել ընդդեմ 8 հարկանի 2 բարձրահարկի, որոնք կառուցում են թաղամասում։ Բնակիչները դժգոհում են կոյուղի չունեն, հորի հույսին են։ Ինչ կլինի թաղամասի վիճակը, որ շենքերն էլ վեր բարձրանան։ Դու գիտեք ինչա գրել ստեղ, շինթույլտվությունը, որ ընդունել են։ Կոյուղաջրերը հավաքվում են եւ անցնում են կողքի գործող կոյուղով։ Ուր ասте կոյուղի խնգերներ։ Կոյուղի տեսնում եք, սաղս հոր ունենք ստեղ։ 5 կիլոմետր հեռավորության վրա կա, որը շատ քիչ տարողականություն ունի։ Եթե կոյուղի կա, ստեղ, մենք քիչ ենք օգտվում այդ կոյուղուց, խնդրում եմ ասեք։ 2 հատ 8 հարգանու կոյուղները գնալու են մի հատ հորի մեջ, որ ամեն օր գան ասենց քաշեն տանեն, այդ ջրերն էլ այդան մեր տների տակ։ Բնակիչները պնդում են, որ կադաստրի կոմիտեն բազմաբնակարան շենքերի կառուցմանը համաձայնություն չի տվել, բայց համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը, անտեսելով նաև թաղամասում բնակվող մարդկանց դիմումը, որը հասել էր քաղաքապետի սեղանին բոլորի ստորագրություններով։ Ես մի հարգանի տուն ունեմ, իրանք հենց 6 մետր չկա, 8 հարգանի են սարքում։ Տարածությունը սկի դաժե կարելի է որ իրանք մի հատ մեծ սեփական տուն են սարքվել, պետք է մենք իրար հետ նստեինք խոսալու։ Երբեք չեն եկել, չեն ասել, թե ինչ պետք է այստեղ կառուցվի։ 2 հատ 8 հարգանի է սարքվում։ Հանրային լսումներ չեն կայացրել։ Բարձրահարկերի հարցը հիմա նաև դատարանում է, լսելով քաղաքացիների բողոքի ձայնը, շինհրապարակից փակված փողոց եկած կառուցապատողի ներկայացուցիչը հենց այս հանգամանքն առաջ բերեց։ Չի հասկանում բողոքի գործողությունների իմաստը, երբ շենքերի դեմ պայքարողները միաժամանակ նաև դատարան են հասել, իսկ Բարձր Ատյանը դեռևս քննում է շինթույլտվության իրավաչափությունը։ Միջանկյալ էլ չի կասեցրել այն։ Կոնկրետ ուզել են իրանց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարան։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։ Այո, հիմա մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով ստեղ հաջողվել է շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կոմերցիոն երևի ստացվել է, հիմա փորձել են ստեղել, չի եղել։ Մենք հատուցում ենք ուզել իրանից, մինչև հատուցումները չտա, եթե այսքան բանի մեր տների գինը իջնում է իրա, 2 հատ տուն ունեմ, իմ տների գինը ամեն մեկը $150,000 իջնում է այս երկուսի պատճառով։ Եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, որը պետք է փող հատուցես։ Կառուցապատողն ու բնակիչները համաձայնության այնուամենայնիվ չեն գալիս։ Բնակիչները խոստումներին չեն հավատում, թե այդ թվում հենց օրինակ կոյուղու հարցը լուծվելու է։ Կառուցապատողն էլ ներկայացուցիչի խոսքով սպառնալիքներից չի վախենում, թե մի կողմում, թե մյուս կողմում ակնկալիքները դատարանից են, միայն թե կառուցապատողն ասում է, որոշմանը կենթարկվի, իսկ բնակիչները պնդում են, արդար վճիռ չի լինի, բոլոր ատյաններով մինչև վերջ կգնան։ Մայրաքաղաքում նորից են կրակոցներ հնչել, այս անգամ Մանանդյան 29 շենքի բակում, հունիսի 2-ին։ Դեպքի վայրի ժամանակ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության եւ Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները։ 2 հոգի երազենային վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Քրեական եւ համայնքային ոստիկաններն այդ շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, ինչպես նաեւ կրակված պարկուճի գնդակ ու առնանման հետքեր։ Սա գնդակն է կրակված, պարկուճը դարձավ կրակված։ Տարածքը ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն են սահմանազատել, մյուս հանգամանքները պարզվում են։